Ողջույն։ Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած այս քաղաքը փնտրել են գրեթե 2000 տարի, իսկ հիմա արդեն սովորել են տեսնել այն առանց մի քար անգամ շարժելու։ Երկար տարիների աշխատանքից հետո հնագետներն ավարտել են ժամանակակից Բասրայից ոչ հեռու Իրաքի հարավում գտնվող խոշոր անտիկ քաղաքի պլանավորման նկարագրությունը։ Մեծ հավանականությամբ այս բնակավայրը Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի վերջում կառուցված Ալեքսանդրիաներից մեկն է։ Խոսքը Տիգրիս գետի ափին գտնվող Ալեքսանդրիայի մասին է, ռազմավարական քաղաք Միջագետքի եւ Պարսից ծոցի սահմանին, որի գտնվելու ճշգրիտ վայրը երկար ժամանակ հանելուկ էր մնում։ Ալեքսանդր Մակեդոնացին պատմության մեջ մտել է ոչ միայն որպես զորահրամանատար, այլև որպես քաղաքներ կառուցող տիրակալ։ Դրանցից ամենահայտնի եգիպտական Ալեքսանդրիան է, բայց մեր թվարկությունից առաջ 324 թվականին Հնդկաստան արշավանքից վերադառնալիս նա հրամայել է հիմնել եւս մեկ քաղաք Տիգրիս գետի ափին, այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Իրաքի հարավը։ Այն ժամանակ Պարսից ծոցի ջրափնյագիծն արդեն նահանջել էր, գրեթե չկար։ Հարմար նավահանգիստ ու նոր քաղաքը շատ արագ դարձավ կարևոր առևտրային հանգույց։ Այստեղով էին անցնում ծովով Հնդկաստանից բերված եւ Միջագետքի խորքերը տեղափոխվող ապրանքները։ Հայտնի է, որ քաղաքը գոյություն է ունեցել մի քանի դար եւ աղբյուրներում այն հիշատակվում է տարբեր անուններով՝ Տիգրիս գետի ափին Ալեքսանդրիա, Ալեքսանդրիա Սուզիանա, Խարակ Սպասինու։ Սակայն ժամանակի ընթացքում քաղաքն աստիճանաբար կորցրեց մուտքը դեպի ծով։ Փոխվեց Տիգրիս գետի հունը, ափը ավելի ու ավելի հեռացավ ու մեր թվարկության 3-րդ դարում քաղաքն անկում ապրեց եւ լքվեց։ Երկար ժամանակ անհայտ էր, թե ճշգրիտ որտեղ է գտնվել քաղաքը։ Շրջադարձը տեղի ունեցավ 1960-ականներին, երբ բրիտանացի հետազոտող Ջոն Հենսմանն Իրաքի հարավի Օվթանավից արված լուսանկարներն ուսումնասիրելիս Բասրայից ոչ հեռու նկատեցին բնակավայրի հստակ երկրաչափական ուրվագծերը։ Վայրը ստացել էր ժամանակակից Ջեբել Հայաբեր անվանումը, սակայն պատերազմների եւ անկայունության պատճառով տարածաշրջանը տասնամյակներ շարունակ անհասանելի էր մնում լիարժեք գիտության համար։ Միայն 2014 թվականին հնագետներին հաջողվեց առաջին անգամ տեղում զննել հուշարձանը։ Այն ժամանակ հայտնաբերվեցին բերդի մի քանի կիլոմետր երկարություն ունեցող պատի ավերակները։ Առանձին հատվածներում այս պատը հասնում էր 8 մետր բարձրության։ Ավելի ուշ հետազոտություններին միացավ Կոնստանցի համալսարանի պրոֆեսոր հելենիստական մերձավոր արևելքի մասնագետ Շտեֆան Հաուզերը։ Թիմը սկսեց համակարգված աշխատանք՝ մակերևութային գտածոների հավաքագրում, օդային նկարահանում, ռելիեֆի թվային մոդելի ստեղծում եւ ամենակարևորը երկրաֆիզիկական հետազոտություններ։ Հենց դրանք էլ թույլ տվեցին բառացիորեն հողի միջով լուսավորել քաղաքը։ Մագնիտոմետրիայի միջոցով գիտնականները վերականգնեցին բնակավայրի պլանավորումը, փողոցների ցանցը, քաղաքային պարիսպները, ջրանցքները, բնակելի թաղամասերը։ Մի քանի վայրերում սարքերը գրանցեցին անոմալիաներ, որոնք բնորոշ են ծանր քարե կառույցներին։ Հետազոտողների կարծիքով հողի տակ կարող են թաքնված լինել տաճարների եւ պալատական համալիրի ավերակները, հնարավոր է կից այգիներով։ Քաղաքի մոտակայքում հաջողվեց հայտնաբերել նաեւ զարգացած ոռոգման համակարգի հետքերը, որը ջուր էր մատակարարում արտերին։ Այս ամենը վկայում է, որ Ալեքսանդրիան եղել է ոչ թե ժամանակավոր ճամբար կամ ոչ մեծ ֆորպոստ, այլ հելենիստական դարաշրջանի խոշոր մանրակրկիտ պլանավորված քաղաք, որը կապել է միջերկրածովյան աշխարհը, Միջագետքն ու Հնդկական օվկիանոսը, ու այն քարտեզից անհետացել է զուտ աշխարհագրության փոխվելու հետևանքով։ Այսօր հնագետները առաջին անգամ ամբողջական պատկերացում են ստացել քաղաքի կառուցվածքի մասին, ու թեև պեղումները դեռ առջևում են, արդեն հիմա էլ պարզ է, Ալեքսանդրի ամենահանելուկային քաղաքներից մեկն աստիճանաբար դուրս է գալիս ստվերից։ Երբեմն հնագիտությունը սկսվում է ոչ թե բահից, այլ զումի կոճակից։ Հենց այդպես են հետազոտողները հայտնաբերել մի օբյեկտ, որը թվում էր այլևս գոյություն չունի։ Ուսումնասիրելով ինքնաթիռից արված հին լուսանկարներն ու արբանյակային պատկերները, բրիտանացի գիտնականները հստակ երկրաչափական ուրվագծեր են նկատել իրանական Թավրիզի ժամանակակից շինությունների տակ։ Ու մասնագետները կարծում են, որ այդ ուրվագծերը կարող են լինել 16-ից 19-րդ դարերում ստեղծված պարսկական մեծ այգու կամ պարադիզի մնացորդներ։ Այսօր այդտեղ բնակելի տներ եւ ավտոճանապարհներ են, իսկ հուշարձանն ինքը տեսադաշտից կարող է անհետացած լինել արդեն 20-րդ դարի վերջին։ Պարսկական այգիները ուղղակի լանդշաֆտի զարդ չեն, հազարամյակներ շարունակ դրանք մարմնավորել են աշխարհի ներդաշնակության մասին պատկերացումները։ Ջրի բուսականության, ճարտարապետության ու խիստ երկրաչափության զուգակցումը խորհրդանշել է իդեալական կարգը եւ անգամ դրախտի պատկերը։ Նման այգիների ավանդույթն ունի շատ խոր արմատներ։ Ամենավաղ օրինակներից մեկը հայտնաբերվել է Աքեմենյան կայսրության առաջին մայրաքաղաք Պասարկադում, որը հիմնադրվել է Կյուրոս Մեծի օրոք մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Նմանատիպ կանոնավոր այգիների հետքերը հնագետները հայտնաբերել են նաև Շոշում եւ Պերսեպոլիսում։ Պարադիզները կարևոր են մնացել անգամ Արքեմենյան պետության անկումից հետո։ Դրանք շարունակել են ստեղծել միջնադարում եւ նոր ժամանակներում, իսկ պարսկական այգու գաղափարն ինքը դուրս է եկել Իրանի սահմաններից։ Օրինակ հնդկական Թաջ Մահալի այգիների պլանավորումը ուղղակիորեն ոգեշնչված է այս ավանդույթից։ Այսօր այս կառույցի մշակութային արժեքը ճանաչված է համաշխարհային մակարդակով, իսկ 9 պարսկական այգի ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության ցանկում։ Բրիտանացի գիտնականների հնարավոր նոր հայտնագործությունը կապված է Մերձավոր Արևելքի կորսված հնագիտական հուշարձանները ֆիքսելու ծրագրի հետ։ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների խումբը վերլուծել է արբանյակային տվյալներն ու արխիվային լուսանկարները, այդ թվում Google Earth Pro-ի նյութերը։ Այս անգամ գիտնականները դիմել են բրիտանական օդաչուների կողմից 1941 թվականին Իրանում անգլախորհրդային գործողության ժամանակ արված լուսանկարներին, ինչպես նաև ամերիկյան հետախուզական KH-7 Gambit արբանյակի 1967 թվականի պատկերներին։ Հենց այս պատկերներում էլ հետազոտողները նկատել են պատով կամ հողաթմբով շրջապատված խոշոր ուղղանկյուն օբյեկտ։ Այն գտնվում է Թավրիզից մոտ 6 կիլոմետր հարավ-արևելք։ Այնուամենայնիվ, ժամանակակից քարտեզների վրա այս օբյեկտն այլևս չկա։ 1990-ականներից սկսած տարածքը կառուցապատվել է բնակելի թաղամասերով։ Դատելով կառույցի չափերից, որը կազմել է 640 մետրը, 750 մետրի վրա այգին եղել է ամենախոշորներից տարածաշրջանում։ Պարագծով այն հավանաբար շրջապատված է եղել հողաթմբով, իսկ հիմնական ֆասադը գտնվել է արևելյան կողմից։ Այստեղ հետազոտողները տարբերակել են կենտրոնական մուտքն ու երկու աշտարակ։ Ամբողջ համալիրի միջով անցել է ոլորապտույտ ջրանցք, որը այգին բաժանում էր երկու գրեթե հավասար մասերի։ Ներքին տարածք ամենայն հավանականությամբ բաժանված է եղել ուղղանկյուն հատվածների, պարսկական պարադիզների համար բնորոշ կառուցվածք։ Հեղինակները ենթադրում են, որ այգին կարող էր ստեղծված լինել Ստեֆյանների արքայատոհմի ժամանակ, որը իշխել է Իրանում 16-ից 18-րդ դարերում, երբ Թավրիզը որոշ ժամանակով պետության մայրաքաղաքն էր։ Բացառված չէ նաև այգու ավելի ուշ ծագումը Ղաջարների արքայատոհմի դարաշրջանում, որը իշխանության է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հետաքրքիր է, որ Թավրիզի անհետացած այգիներից շատերը հայտնի են պատմական քարտեզներից եւ գրավոր աղբյուրներից, սակայն այս օբյեկտը նախկինում ոչ մի տեղ չի հիշատակվել։ Եթե վարկածը հաստատվի, այն կդառնա հնագետների կողմից հայտնաբերված ամենախոշոր հայտնի պարսկական այգիներից մեկը։ Համեմատության համար Թավրիզի մոտակայքում պահպանված այգին Էլգոլին գտնվում է ենթադրյալ հուշարձանից ընդամենը 800 մետր հեռավորության վրա ու հավանաբար ստեղծվել է 18-րդ դարի սկզբին։ Այս շաբաթվա գիտական տերմինն է գենը։ Գենը ԴՆԹ կարճ հատվածն է, որը աշխատում է որպես հրահանգ։ Հենց գենի քիմիական կառուցվածքում է գրանցված, թե ինչպիսի սպիտակուցներ պետք է ստեղծի բջիջը եւ երբ պետք է դա անի։ Իսկ սպիտակուցներն իրենց հերթին որոշում են գրեթե ամեն ինչ աչքերի գույնից ու արյան խմբից մինչև այն, թե ինչպես են կիսվում բջիջները եւ ինչպես է օրգանիզմը արձագանքում միջավայրին։ Գեները ուղղակիորեն չեն միացնում հատկանիշներն ու ինքնուրույն չեն աշխատում։ Դրանք փոխազդում են միմյանց ու շրջակա միջավայրի հետ ստեղծելով կառավարման բարդ համակարգ։ Ըստ էության գենը կենսաբանական ծրագրում կոդի մի տող է, որը կենդանի նյութը դարձնում է կանխատեսելի եւ միաժամանակ զարմանալիորեն բազմազան։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։